է դառնում ուժաշխատողների, հա, նկատմամբ հարձակումները կարելի ասել, հա, երևույթները, որոնք վերջերս արձանագրվեցին, նա ինչով եք պայմանավորում եւ սա ընդհանուր այս անպատժելիության մթնոլորտի հետևանքը չէ, երբ որ օրինակ 3 միլիոն վարչապետերից մեկը տեսնում է, որ մի վարչապետ, օրինակ Նորքի թաղապետը պայմանական մարտեցեցում, ուղիղ երկերում, հետևաբար ինքն էլ որպես վարչապետ կարա մեկ այլ մարտեցեցի եւ այդ մեկ մարդը պարզվում է, որ ուժաշխատող է։ Ընդհանուր առմամբ բռնության նկատմամբ մենք բոլորս պետք է զրո հանդուրժողականություն ունենանք, անկախ նրանից բռնության հեղինակը ով է եւ ում նկատմամբ է այդ բռնությունը կիրառվում։ Ես իմ գրառման մեջ էլ նշել էի, որ կարծում ենք այս սիստեմատիկ դեպքերի հետ կապված առանձին քրեական գործերից բացի մենք հետևողական գնում ենք, որպեսզի քրեական գործերի հարուցման ուրեմն շրջանակներում այդ անձինք հավուր պատշաճի նաև պատասխանատվություն կրեն, բայց կարծում ենք, որ շտապօգնության մեքենաների կահավորման հետ կապված եւս պետք է փոփոխություններ անենք։ Նախ նշեմ, որ արդեն իսկ քննարկում ենք շտապօգնության մեքենաների վրա ուրեմն տեսախցիկների տեղակայման հարցը, որպեսզի թե չզիջման, թե նաև ուրեմն այլ հարցերի հետ կապված ավելի ընդհանրական պատկեր ունենանք։ Բացի դրանից պիտի մասնագիտական հանրության հետ քննարկենք նաև անձնակազմի ինքնապաշտպանական միջոցների հետ կապված, ինչպիսի միջազգային փորձ կա, ինչ միջոցներ կան, որ մենք կարող ենք դրանք եւս տրամադրել, որովհետեւ մեր կարծիքով շտապօգնության բրիգադը անկախ նրանից պացիենտը գոհ է այդ ուրեմն բրիգադի աշխատանքից թե ոչ, գոհ լինել կամ չլինելը այլ ձևաչափով, այլ տեղում պետք է արտահայտվի եւ բացառվի որևէ մեկի նկատմամբ բռնության կիրառումը։ Հնարավոր է քննարկումների արդյունքում օրինակ նաև որոշում կայացվի, որ հատկապես գիշերային ժամերին, հա, շտապօգնության ունեցող բրիգադների եւ ոստիկանության աշխատակիցների Կարծում եմ, որ այդ տարբերակը չէ, որովհետև դա եւս համակարգային ծանրաբեռնվածության չպիտի հանգեցնենք եւ ըստ էության այս բացառիկ դեպքերի պատճառով մարդկանց հավելյալ տագնապ չներշնչենք, որ շտապօգնության մեքենայի հետ ոստիկանության մեքենա էլ է գալիս, չէ, մենք կուսումնասիրենք այլ ձևաչափեր, ինչպիսին կան աշխարհում կիրառվող անհատական պաշտպանության կան մեխանիզմներ եւ դրանց հետ կապված առաջիկա մեկ ամսվա ընթացքում կամփոփենք, ես նաեւ հանրային կերպով դրան կանդրադառնամ։ Կապակցությունների կենտրոնի ու ցուցաբանական սոցիալական բկի ինֆեկցիոնի ու հոգեկան պահպանողների կենտրոնի աշխատակիցների Դե գիտեք, այդպես կարող եք շարունակել վերջին 7 տարվա ընթացքում ցուցակը մեծ է աշխատանքից ազատված նոր կադրերով, կարծեմ արդեն անդրադարձել եմ այդ հարցին, տեսեք, ուրեմն հարգելիներս, ընդհանուր առմամբ կադրային ուրեմն փոփոխությունները պետք է մշտական լինեն եւ առանց այսպես դրան ինչ-որ բան վերաբերվելու, որ ինչ-որ բան է տեղ ունեցել։ Որոշ դեպքերում պայմանագրերը դադարել են, լուծվել են եւ ես դրա հետ կապված արդեն բրիֆինգին անդրադարձել եմ։ Հաջորդիվ կան անձինք, ովքեր որ պայմանագրերը լրացել են, նոր պայմանագրեր չենք կնքելու եւ եւս մրցույթ է կայացվելու, որպեսզի հասկանանք ինչ փոփոխություններ պիտի անենք։ Տեսեք, եթե թույլ տաք, եթե հապես եք, հա, ասել դիմում գրի, հրաժարականի դիմում գրի մեր, եւ որ անհրաժեշտ լինի, ես ինքս կմակագրեմ նման տեղեկություններ մենք ունենք։ Հարգելիներս, հարգելի գործընկերներ, եթե դուք այս դիտարկումները անեիք 2021 թվականին, գուցե ինչ-որ տեղին լիներ այդ արգումենտը։ Չէի կարող սպասել 4.5 տարի եւ հետո այս արգումենտի հետ կապված որոշակի գործողություններ անել։ Խնդրում եմ մի անիմաստ ինչ-որ բամբասանքների եւ չգիտեմ ինչերի տեղիք տալ։ Ինչ է նշանակում պայմանագրի մասին տեղեկացրել եք լուծարման։ Դա հստակ ընթացակարգ է, ցանկացած աշխատանքային պայմանագիր լուծարումից առաջ մարդուն պետք է տեղեկացնես դրա մասին գրավոր կերպով եւ մենք էլ հստակ կերպով հետեւում ենք։ Հաջորդիվ պիտի ասեմ, որ գիտեք, որ նաեւ մարզային բժշկական կենտրոններն են արդեն առողջապահության նախարարության ենթակայության գտնվում եւ այս մասով էլ ես կարծում եմ, որ մեր համակարգում կադրային փոփոխությունները ցանկալի են
եւ պետական բժշկական կենտրոններում էլ ընդհանրապես աշխատանքի ժամանակը պետք է ողջամտության մեջ լինի։ Չի կարող որ անձը տասնյակ տարի կամ ման երկար ժամանակ նույն պաշտոնին լինի, դա բերում է լճացման, դա բերում է նաեւ նոր կադրերի հոսունության խոչընդոտմանը։ Ինչ վերաբերվում է հենց կախվածությունների ազգային կենտրոնում, մենք 5 տարին լրացել է, վերջին տարիներին նորմալ աշխատել ենք պարոն Նազիմյանի հետ, ես նրա մասնագիտական ուրեմն կարողությունների, որակների մասով որևէ խնդիր չեմ տեսնում, բայց նպատակահարմար եմ գտնում այս կառույցում փոփոխություններ իրականացնել եւ չի ուզի ավելի մանրամասներին անդրադառնալ։ Եթե ձեր հարաբերությունները լարված լինեին, դուք 4 տարի չեք սպասի, բայց տեղեկություններն այսպիսին է, որ լարվել է այն բանից հետո, երբ ԿՊԱ-կան պատգամավոր Կարեն Սարուխանյանը երբ տարվել է կախվածությունների ազգային կենտրոն եւ պետք է հրանյութի Հա ես ապշում եմ, գիտեք, իսկապես ապշում եմ, թե ինչի հետ եք կապում, ընդհանրապես ինչ կապ ունի դա։ Ինչ չեմ եղել։ Երբ ձեզ չեն տեղեկացրել, որ օրինակ Կարեն Սարուխանյանը Ուրեմն առողջապահական համակարգ մոտավորապես օրական հազարավոր պացիենտներ, այդ թվում պաշտոնավոր անձինք եւ դիմում են։ Եվ ես պարտադիր չի, որ տեղյակ լինեմ բոլոր դեպքերից եւ տեղյակ եմ այն դեպքերից, ինչին որ հարկ եմ համարում, խնդրում եմ բաներ մի հնարեք էլի։ Ինստիտուտի տնօրեն վերջերս նշանակել մի անձի, որ ձեր քննադատներից էր։ Եվ Եթե անդրադառնում եք ուրեմն որոշ տարիներ առաջ նրա քաղաքականության հետ կապված դիտարկումներին, կարծեմ, եթե չի պատասխանել, ապա խնդրեմ նաև իրեն ուղղագրավոր հարցումները, կարծում եմ նա մեր ներկայիս քաղաքականությունը ողջունում է եւ թե քննադատել է տարիներ առաջ, ես դա շատ հանգիստ եմ վերաբերվում, պրոբլեմ չեմ տեսնում, ուրեմն մրցույթի արդյունքներով նա բավական լավ արդյունք է ցույց տվել եւ սա էլ ուզում եմ նշեմ, որ մենք առողջապահության նախարարությունում մրցույթներին շատ խիստ ենք վերաբերվում եւ դրա հետ կապված են բաներ, դիտարկումներ լինում, թե ինչու են մարդիկ կտրվում են, որտեղ խստորեն ենք մոտենում, ոչ թե ֆորմալ առումով եւ ուրեմն մրցույթի արդյունքներով այո, նրա մասնագիտական գիտելիքները նաեւ գնահատելով եւ հենց մասնագետ լինելով որոշում եմ կայացրել նշանակելու նրան։ Երբևէ ՊԱԿ-ը